Ստի և կեղծիքի իշխանությունը, բացի նրանից, որ ազգային ժողովն օգտագործում է սեփական կուսակցության պրոպագանդան իրականացնելու համար, նաև օգտագործում է մյուսների վրա ցեղ շպրտելու, հիմա էլ ավելի վառ մենք տեսանք երեկ, ինչպես է գործող վարչախմբի պատգամավորները, մի խոսքով բարձրաստիճան ճակերտավոր պաշտոնյաները վիրավորանքներ հնչեցնում Հայաստանի Հանրապետության համար մեկ ամբիոնից, ինչն անընդունելի է և տանում է Հանրապետությունում ոչ կայուն իրավիճակի, բարև ձեզ, եթերում միասնության հարթակն է, այսօր մեր հյուրն է հայ ժողովրդական հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Գուրամ Վաշագիծե Բեկլյանցը, բարի երեկո Գուրամ, բարև Հայկ ջան։ Հայաստանում շարունակվում է կեղծիքի իշխանության պաշտոնավարումը, մենք տեսնում ենք դրսևորումներ գործող վարչախմբի, որոնք մեզ համար մինչ այս իշխանությունը ուղղակիորեն եղել են ֆանտաստիկ ֆիլմի կարծես ժանրից, վիրավորանքներ, հայհոյանքներ, մի խոսքով ամենավատ դրսևորումներ, որ կարող են լինել։ Դու, ինչպես նաև ես, լավ հասկանում ենք, որ այս գործելավոճը հատուկ կազմակերպված գործողություններ են գործող վարչախմբի պարագլխի կողմից, ինչ կասես սրա հետ կապված։ Ես կասեմ հետևյալը, նախ եւ առաջ ուզում եմ ողջունել քեզ, ուզում եմ ողջունել ձեր ծրագիրը, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, այն ամենը, ինչը որ տեղի է ունենում այսօրվա օրով, դա ոչ միայն հետաքրքիր կերպով կազմակերպված է, ես կասեի, որ դա կազմակերպված է ոչ միայն վարչախմբի պարագլուխի կողմից, որովհետև ըստ իմ դիտարկմանը, ըստ իմ պատկերացմանը, վարչական խմբի պարագլուխը ուղղակի այդքան ֆանտազիա, այդքան ուղեղ չունի, որ այս ամենը կազմակերպի, որովհետև մենք այսօրվա օրով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում, որը որ ուղղակի իրա ուղեղի ծալկերը բավական չեն այդ ամենը կազմակերպելու, այդ ամենը մտածելու և նամանավանդ այդ ամենը իրականացնելու համար։ Վստահաբար ինքը խորհուրդ տվողներ ունի, ինքը իրեն ուղղություն տվող ունի։ Այդ նույն մարդիկ են, որ 18 թվականին կազմակերպեցին իբր ժողովրդավարական ոչ բռնի եւ այլն։ Չի բացառվում։ Հավանաբար հենց նույն բանի մասին ենք խոսում։ Տես դու ասում ես, որ սա իր խելքի բանը չի։ Ես բնականաբար որոշ մտքերի հետ լիովին համաձայն եմ, բայց բաներ կա, որ հենց իր պատասխանատվության ներքո է, օրինակ մենք հիմա տեսնում ենք պետական համակարգի անգործունակ վիճակը, օրինակ սկսենք իրավապահներից, հա, տարեցտարի շատանում են ծանր դեպքերը, մենք ամեն շաբաթ գրեթե իմանում ենք սպանությունների կամ կրակոցների մասին։ Սա որպես նաև իրավաբան սրա գնահատականը քո ինչի պատճառն է, որ այդ դեպքերը չեն բացահայտվում կամ գուցե չեն կանխարգելում, ինչից է դա առաջանում։ Չէ, դե այն որ ծանր հանցագործությունների թիվը կտրուկ աճել է, դրա մասին ոչ մի խոսք։ Այն աստիճանի կտրուկ, որ ինքը գրանցում է 25%-ից ավել։ Այսինքն այս մի տարվա ընթացքում հաջորդ 24-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ ի՞նչն է պատճառը սրա։ Կա հստակ պատճառ։ Տես Հայկ ջան, ուրեմն գոյություն ունի ոստիկանության համակարգ։ Ինչի համար է ստեղծված ոստիկանությունը։ Ոստիկանությունը ստեղծված է նրա համար, որպեսզի պահպանի օրենքը երկրում։ Երբ որ ոստիկանական ուժերը չհաշված են հանգամանքը, որ այսօրվա օրով ով ուզում է դառնում է ոստիկան։ Հա, իդեպ դրան էլ անդառնանք, Հեսա կարադառնանք դրան։ Հիմա բացի դրանից, բացի այն հանգամանքից, որ այսօրվա օրով ով ուզում է դառնում է ոստիկան, ինչքան, չգիտեմ, ասենք, գյուղերից առանց բարձրագույն կրթության, առանց ոստիկանության ակադեմիայում սովորելու մնացած, այդ խնդրին հեսա կարադառնանք, բայց գերագույն խնդիրը նրա մեջ է, որ ոստիկանության ուժերը, ոստիկանության պոտենցիալը օգտագործվում է միմիայն քաղաքական ուղղումներով։ Գերագույն խնդիրը նրա մեջ է, ոստիկանությունը
ամբողջությամբ զբաղված է նրանով, որ վարչախմբի պարագլխի վրայից եւ իր սառատնիկների, իր կողմնակիցների կողմից մի մաս չպակասի, բայց երբ որ ամեն օր պարագլուխը եւ իր կողմնակիցները անում են քայլեր եւ արտահայտություններ, որոնք որ օրեցօր սրում են երկրում գործող իրավիճակը, բնականաբար դրանից իր ոստիկանության գործը մեծանում է եւ ոստիկանությունը չի ունենում ժամանակ զբաղվել իրական հանցագործություններով, իրական խնդիրներով, ինչի համար որ ոստիկանությունը նախատեսված է։ Այսինքն քաղաքական գործիք է դա, ասենց ասեմ ոստիկանությունը։ Դե այն որ քաղաքական գործիքի տեղին օգտագործում է ոստիկանությունը, դա միանշանակ, վերցնենք նրանից որ ինքը կոնդի այդ իր ամառանոցի մոտ ամեն օր, երբ անցնում ես, այդտեղ կանգնած են ավտոբուսները ոստիկաններ, երբ որ իրենց կուսակցության գլխամասի մոտ միշտ ավտոբուսները ոստիկաններ կան եւ ազգային ժողովում եւ բնականաբար բոլոր այն տեղերում, որտեղ ինքը օրվա ընթացքում լինում է ու իր հետ ամբողջ ճանապարհային ոստիկանության համակարգը իր հետ շրջում է, չգիտեմ, մեր հայրենակիցներին ասեմ, որ բարեկային ծառայությունը ստեղծելուց հետո ճանապարհային ոստիկանությունը պահպանվել է որպես ծառայություն, այն նախկինում ինչը որ բարեկային ծառայության գործունեություններ իրականացնում, հիմա իրենց զբաղմունքը ամբողջությամբ իր շարասյունների սպասարկումն, այսինքն հարյուրավոր ոստիկանական մեքենաներ ուղղակիորեն շրջում են անգամ ժողովրդի մեջ արդեն խոսացվում է, որ քանի որ այդ Toyota Corolla-ները պահպանվել են, նրա համար որպեսզի ապահովեն իր շարասյան անվտանգությունը, արդեն ժողովուրդը ասում է, ահա, ասում է, այստեղ Corolla-ն կանգնած է, սա Նիկոլաս տեղով անցնելու է։ Արդեն դա գիտեն դրա մասին մարդիկ։ Ես նկատի ունեմ, որ ինքը այն մարդն էր, ով որ տարիներ շարունակ քննադատել էր նախկին իշխանությունների, այ դուք պատավատապետությունը, ձեր մեքենաները, ձեր չգիտեմ, ու ինքը գալով իշխանության իմիջիալոց էդի առհասարակ իր ոճի մեջ է։ То есть այսինքն անգամ sense հասկացողություն կա, որ եթե ինչ որ մեկը աշխատանքի խնդիր է ունենում, իրան դիմում է այդ աշխատանքի խնդրով, դա ավտոմատիկորեն նշանակում որ մարդը պետք է վեշերը հավաքի արդեն գնա տուն, որովհետև հենց իրան ինչ որ մի բանով դիմում ես, մի խնդրանքով դիմում, ինքը անում է դրա հակառակը։ Ինքը այն մարդն է, այն անձն է, ով որ կարողացել է, հետո լարվեստ, իր բոլոր տված խոստումների լրիվ հակապատկերը ստեղծել։ Արվեստագետ է։ Միանշանակ, պետք է դրան հասնել։ Մի հետաքրքիր դիտարկում, ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու օրենքի մեջ փոփոխություններ են արել ոստիկանության մասին օրենքի եւ հեշտացրել են ոստիկանություն ընդունվելու կարգը, այսինքն մի քիչ թոփալ, մի քիչ կույր, մի քիչ չաղ, մի քիչ, ասենք, պապիկ կարող ես դառնալ ոստիկան։ Ավելի վատ, կա տենց բան, բայց իրական պատկերը ավելի վատ է, այսինքն ինչ է դա նշանակում։ Մարդ ով որ գնում է որպեսզի դառնա ոստիկան, տվյալ մարդը ժամանակին անցնում էր բավականին հետաքրքիր փորձությունների միջով, ստանում էր համապատասխան կրթություն, որտեղ սովորում էր հատուկ բուհում, որտեղ որ իրան բացատրում էին ինչա նշանակում ոստիկան, որտեղ որ իրան իրա դեմը հստակ գիծ էր դրվում, որ այդ գծից ենքում չի կարելի անցնել, իրա համար պատկեր էր ստեղծվում, որ ինքը ժողովրդի թշնամին չի, ինքը հիմա ինչ ասում է, հիմա դրա մեջ գործեք, հիմա այդ գիծը դրված է, հստակ գիծ է, դա գիծ չի, դա հրաման է, խնդիրը նրա մեջ է կայանում, որ հիմա այն պարեկները եւ այլն, իրանք ոստիկան չեն,
6 ամիսը, որ իրանք իբր հետը սովորում են բան եւ այլն, 6 ամիսը բավարար չի ոստիկան դա։ Բայց այդտեղ նայ, այդտեղ մենակ արդարության համար ասեմ, որ բարեկային ծառայություն ոչ մենակ այն, ասենք, չգիտեմ, դպրոցի ուսուցիչը կամ օրինակի համար ասենք բան, որը գնացել բարեկա դարել, այլ կան նաեւ հին աշխատողներ, ու իդեպ ասեմ, այդ հին աշխատողների հետ էլ եղել առիթներ զրուցել եմ, ասենք իրենց հետ աշխատողը նապարնիկ ասած է, կարող է պարզվի, ասենք, տենց մի Բոստանում աշխատած մարդ է, ամենայն հարգանքով ամեն մեկի գործունեության նկատմամբ, բայց ամեն մեկը ամեն ինչ օրինակ ես չեմ կարող էլի երաժշտությամբ զբաղվեմ։ Օրինակ մարդ կա կարող է ֆիլմերում նկարանվի, հետո գնա ազգային ժողովի նախագահ, ես օրինակ չեմ կարող տենց չգիտեմ։ Հիմա այս Բոստանի աշխատողը գնացել է բարեկա դարել ու այն նորմալ ոստիկանական ճանապարհ անցած մարդը չի կարող իր հետ աշխատել, ասում է անհնար է այս մարդու հետ, չի էլ հասկանում ինչ դրամաբանական է։ Այսինքն բերել ենք հասցրել ենք մոտավորապես ԿՊ-ի մակարդակին է իջեցված ցենզը ամեն ինչում, այսինքն ամբողջ երկիրն է իջեցված ԿՊ-ի մակարդակին։ Պաշտպանես, կարող ես լինել ինչ ուզում ես, կարող ես Փաշինյանին պաշտպանել, կարող ես դառնալ պետական աշխատող։ Օրինակ կարես դառնաս քննչական կոմիտեի նախագահ ու համել համատեղությամբ падգամավոր, օրենքը թույլ չի տալի, բայց օրենքը թույլ չի տալիս, բայց երևույթը երևույթում պարզ երևում է։ Ես ինչ եմ ասում, մեր հայրենակիցները եթե չեն տեսել, օրերս պատիվ ունեցա ճակերտավոր դիտելու ուրեմն քննչական կոմիտեի նախագահի ելույթ ազգային ժողովում, հա, ասենք Արգիշտի Քյարամյանը անկյունում են, որ ասում են ներվայնացած ծխում էր, եթե այս մարդը համ падգամավորի ֆունկցիան կատարեց ԿՊ-ի, համ վարչության անդամի, համ էլ մի քիչ ոնց կարող է, ես օրինակ ինձ թվում է ընտանիքի անդամ էլ է։ Իրանց չի բացառվում։ Փաշինյանը Ագնեսա Խամոյանը, Հայաստան Դաշնքի падգամավորը, իմիջիալոց բավականին գեղեցիկ կերպով դա ընդգծել է, ասել է, որ որևէ մեկը ԿՓ-ական падգամավորներից չէր վերցնում իր վրա պատասխանատվություն սպիտակացնել եւ արդարացնել նոր-նորքի թաղապետի արարքը, ասում է, բայց դուք վերցրեցիք դրա ձեր վրա այդ պատասխանատվությունը։ Թաղապետից ինչ կա։ Արգիշտի Քյարամյանը, հեսա կարադառնամ նոր-նորքի թաղապետին դրա վերաբերյալ շատ բան կա ասելու։ Արգիշտի Քյարամյանը նո ինքը գոնե ինքը ձևն ու չափ ուներ։ Լավ, եկեք ոչ մեկի բանը մեղավորության ու անմեղության կախավարկած չանցնենք։ Արգիշտի Քյարամյանը քաղաքական ակտիվիստ չէր։ Հիմիկվանը քաղաքական ակտիվիստ է։ Այլ կերպ հնարավոր չէ բնութ։ Նորքից ինչ կպատմես մեզ թաղապետից։ Դու ինչ կպատմեմ։ Նոր-նորքի թաղապետը շարունակում է պաշտոնավարել եւ ուրեմն իհարկե կան բացատրություններ, կա լիարժեք պարզը հանգամանքը թե ինչի համար է ինքը շարունակում պաշտոնավորել։ Ասացին, որովհետեւ դա ինքնիշխանության համար պատերազմը, որը մղվում է նոր-նորքի թաղապետանց, ես պիտի անցնեմ այսօր մի հատ նայեմ խրամատ բաներ թե չէ։ Էդ եմ ասում, էլի, ես սպասում պետք է ես որպես նոր-նորքի բնակիչ ասում եմ, որ նոր-նորքը ինքը ոնց որ չէր պատրաստվում Հայաստանի կազմից դուրս գար, վերջի տվյալներով էլ ինքը դժբախտ եւ դժգույն թաղը չէր, իրան չէին ուզում հանձնեին, հա, այսինքն պատճառ չկար էլի նոր-նորքի ինքնիշխանությունը պաշտպանելու, չկար տենց պատճառ, բայց նա չգիտեմ ինչի որոշեց պաշտպանել, որոշել ես պաշտպանել, գնա սահմանում պաշտպանի, ումից ես պաշտպանում, Չախոյան Արտուրից, իմիջիալոց ես վերջերս մի քանի օր առաջ հասել են այն աստիճանի մարազմի ու աբսուրդի ուրեմն մակարդակին, որ Մարիա Զախարովայի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակին հարց են տվել, ասել են կներեք, ասել են դուք եք բան ֆինանսավոր է բլոգերին, որպեսզի նա նոր-նորքի թաղապետին սադրի, ես Զախարովան սկզբից չհասկացա ինչի մասին են խոսում, ասում կներեք նոր-նորքը ինչ է։ Երբ որ հասկացավ ինչ են իրան հարցնում, որ նայեց ախպերական էլի կպեք գործներիդ։
Դե բան абսուրդի ու մարազմի աստիճան։ Չէ, դե մարազմի ու абսուրդի աստիճանը սահման չունի ու չել ունենալու, քանի այս վարչախումբը իշխանության է։ Դրա մասին ոչ մի խոսք է։ Դե մայիսին նայեցինք, ոնց են գնացել ներկայացել մայիսին, մի հատ ժամանակին էր, հա, ճամփել շփոթել է։ Համ արտաքին տեսքից էլի, ասենք ժամանակին մի հատ երգ կար շատ պոպուլար, կոչվում էր Gangnam Style, այս մեկը ոնց որ մի քիչ արդեն դարել է Humble Style, այդ կեցվածքով էր ներկայացել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք նշելու մեր հաղթանակը ընդհանուր։ Չէ, Հայկ ջան, ինքը ամենտեղ է տենց ներկայանում։ Ինքը ամենտեղ այդ Humble Style-ը քո ասած, ինքը ամենտեղ կա։ Ես ուղղակի զարմանում եմ, էլի, նյուժելի չկա մի հոգի մարդ իր այս շրջապատի մեջ, հա, որ իրան մի հատ խելքը գլխին դիզայներ, տա կոստյումեր, բան, չգիտեմ, կարանող, ինչ որ մեկը գա, իրան հրաման տրվի, ասի կարաս պիջակը սկարես այնպես, որ Humble Style-ը հելնի, գոնե մենակ քայլերով լինի, գոնե տեսքով չլինի։ Ես հասկանում եմ, որ ինքը կատարյալ անտիֆիգուրա, բայց այն որ գոնե պիջակը նորմալ բան լինի, վրեն նստի, էլի, ախր դա հնարավոր է անել։ Այն որ այնքան մարդ կա, ով որ չի համապատասխանում գեղեցկության կանոններին, բայց շորերի մեջ մի տեսակ ինչ որ մի ձևով նայվում են, սա էս էլ չունի։ Իսկ ինչ որ վերաբերվում է իր պահվածքին Ռուսաստանի Դաշնությունում, ասենք ինձ թվում է առհասարակ մեր բոլոր հայրենակիցները Հայաստանում թե արտերկրներում տեսնում են, որ ինքը ամենտեղ երբ որ գնում է մի քիչ ավելի, այսպես ասած, դաժե անգամ երկրներ կա, որտեղ ինքը իրան կարող է դնի ինչ որ մի հատ այնպես լուրջ դեմքի տեղ բան, բայց հենց գնում է Ռուսաստանի Դաշնություն, ես հասկանում եմ ինչու՞մն է խնդիրը, քանի որ ասենք ինքը բոլոր կողմերով, այն որ ինչքան ուժ ուներ փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները ու դրա պատասխանները չէր կարողացել տալ։ Առհասարակ իր вообще սպանի մեջ, իր այդ խմբի մեջ ընդունված է ժողովրդական բառ կա, բեզաչոտնիկ։ Այդ իրանք են, իրանք սաղովի բեզաչոտնիկ են։ Բեզաչոտնիկ, ես օրինակ կներես, հիմա մի րոպե, ես օրինակ ասեմ, ես երեք նայեցի, թե ինչպես էր ելույթ ունենում ՔՊ-ական падգամավորներից մեկը պուճուր-մուճուր, այն որ բանով մարիխուանայով էին բռնել 17 թվին Նիսան մարշով, ինչ էր, Արթուր ոնց որ Հովանիսյան Արթուրը։ Ելույթ էր ունենում մարդը բանը, հա, վերջի ժարգոնային իբր ինքը տենց փողոցի բան աչոտը որն է, այդտեղ ասենք մարդը լուրջ քրեական հեղինակություն էր դարձել ազգային ժողովի ամբիոնից։ Տղեկ, ես չգիտեմ, ուզում եմ դիմեմ ես ՔՊ-ի անդամներին, տղեկ, ձեզ տեսած պահեք, մի քիչ ակուրատնի պահեք, ձեր բնական կարգավիճակից դուրս մի եկեք, որովհետև դուք այդ մարդիկ չեք, ես ձեզ դա ասում եմ, ձեր դեմքին նայելով, կարամ ասեմ նաև փողոցում, ձեզ հանգիստ պահեք, այտենց մի պահեք ձեզ, դուք այդ տղեկը չեք եղել երբեք, ես ձեզ ճանաչելով եմ ասում, չակուրատնի, հանգիստ, համեստ, շնորհքով, ի վերջո կուլտուրա ունեցեք, դուք ազգային ժողովում եք, թե ախորում եք, դուք այն ձեր ընկերուհին են բանի կոֆե դնողը Ալեն Սիմոնյանի, ձեզ մի քիչ կարգի հրավիրեք, դուք վերջը դուրս եք գալու այդ տաղավանից, այդ պաշտոններից ու հանդիպելու եք մարդկանց փողոցում ու պետքա պատասխաններ տաք։ Այո, պետքա պատասխանեք, ինչի եք դուք ձեզ տես պայեք, ցենզի մեջ պայեք, անշնորհք մի պայեք ձեզ։ Այն մյուսը, ով որ հայհոյանքներ անչեցնում ազգային ժողովից, խելոք պայի քեզ, դու կոնկրետ, քեզ շատ խելոք պայի, որովհետև այդ տվածդ հայհոյանքների համար կարող է շատ հետաքրքիր բաներ տեղի ունենան, սա սպառնալիք չի, սա քո ապագայի տեսլականն է, որ ես քեզ ասում եմ, որ դու իմանաս, որ չի կարելի ազգային ժողովի ամբիոնը կարող է գիտես ձեր տոննա հայոյանքներ ես տալի, եթե տունը տալիս ես ազգային ժողովը մեր հանրապետության դեմքն է, ինչ գործ, ինչ իրավունք ունես այդտեղ առհասարակ ինչ որ բաներ խոսած դու ավել պակաս, այ տղա, ձեզ խելոք պայեք, այս ՔՊ-ականներին, քանի որ առիթ եղավ անդրադարձ։ Ես առհասարակ մի հատ շատ հետաքրքիր եւ կարեւոր դիտարկում եմ ուզում անեմ, հենց այս քո ասածների վերաբերյալ, ուրեմն ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը սևեռեմ մի այլ բանի վրա։
հարցը հոմենակ հայհոյանքի մեջ չի, հարցը դրա մեջ չի։ Ինչա ասում Թորոսյան Արսենը։ Թորոսյան Արսենը ասում է, ոչ թե, այսինքն հայհոյանք է հնչեցնում, ոչ թե այն մարդկանց հասցեին, ովքեր որ իրենց են հայհոյում, ոչ, Թորոսյան Արսենը հայհոյանք է հնչեցնում այն մարդկանց հասցեին, ովքեր որ թուրք բառը բացասական իմաստով են ընկալում, հասկանում եք, ողբերգությունը կայանում է հենց դրա մեջ, ու ինքը այնքան տգետ է, որ չի հասկանում առհասարակ, որ ցեղասպանությունից չի անցե այնքան ժամանակ եւ չի փոխվե այնքան սերունդ, որ տվյալ ողբերգությունը եւ դարային հանցագործությունը հնարավոր կլինի այսօրվա օրով մոռացվածության մատնել։ Ինքը չի հասկանում, որ դեռ գոյություն ունեն մարդիկ, ովքեր որ մասնակցել են կամ իրանց ծնողներից լսել են ոնց են եղերնի ժամանակ փախչե, ոնց է տեղի ունեցել հանցագործությունը, ոնց են կոտորե մարդկանց եւ այլն եւ այլն։ Այդ սերունդները դեռ արկա են, այդ սերունդները դեռ չեն փոխվել։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բազմաթիվ անգամներ եղել է տարբեր երեխաներն ու թորների նկատմամբ միանշանակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր երկրների կողմից հարձակումներ եւ եղել են բազմաթիվ միլիոնավոր զոհեր, սկսած Պարսկաստանից, չգիտեմ, արաբները, Հայաստանի Հանրապետությունը 200 տարի պետականություն չի ունեցել, որովհետեւ եղել է արաբսկի խալիֆատի բանի տակ, ուրեմն իշխանության տակ, բայց դրա մասին չի խոսվում, դա գրված է պատմության մեջ, բայց դրա մասին չի խոսվում այն պատճառով, որովհետև դա եղել է 645 թվականից մինչև 800 քանի թվականը։ Էտա, որովհետև դա շատ հին իրականություն է, բայց 1915 թվականը դա հին իրականություն չի։ Ու Թորոսյան Արսենը պետք է հասկանա կակ մինիմում, որպես քաղաքական գործիչ իբր, որպես ազգային ժողովի падգամավոր, ցավոք սրտի, պետք է հասկանա, որ դրա մասին խոսելը դա կակ մինիմում աբսուրդ է։ Բայց դու գնում ես 15 թվական, բայց մենք չհաշված են հանգամանքը, շնորհակալություն, որ 20 թվականին տեղի է ունեցել պատերազմ Հայաստանի Հանրապետության համար վատ ելքով։ Իրենք էին, չէ՞, ասում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կռվեցին եւ այլն։ Ինչ փոխվեց։ Այո, իրանք ասում են թուրք-ադրբեջանական տանդեմ, Թուրքիան ամբողջությամբ ֆինանսավոր է աջակցե Պակիստանից բերելա, չգիտեմ ինչ որ նայոմնիկներ, մնացած, ինչ եղավ այդ խոսակցությունը։ Հայաստանի, ես ուզում եմ ուղղակի այդ լկտիության, այդ անպատժելիության եւ դա չպետք է լինի, դա չպետք է դիտարկվի խոսքի ազատության մեջ, որովհետեւ նման ըստ ինձ նման խոսույթները նման խոսույթների համար մարդիկ պետք է դատվեն որպես ազգի դավաճան։ Դա խոսքի ազատության հետ կապ չունի։ Խոսքի ազատությունը դա հակապետական խոսակցություն է։ Դա հակապետական խոսակցություն է։ Դու ինչ իրավունքով դու ազգային ժողովի падգամավոր ես։ Այսօրվա օրով եւ դեռ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 5000 զոհվածի մայր, հայր, քույր, եղբայր, կին, երեխաներ եւ այլն։ Ու դու լինելով ովքեր սպանվել են Թուրքիա, ովքեր որ սպանվել են Թուրքի ձեռքով, այդ թուրք-ադրբեջանական տանդեմի իրանց ասած, հենց իրանք էլ դա ասել են, ձեռքերով սպանված, ու դու այսօրվա օրով չես ասում, չես կա, ժողովրդական լեզվով ասեմ, որ մի քիչ ավելի պարզ լինի։ Արսեն Թորոսյանը չի հելնում ասում, ով որ ինձ մեր է քրվում, ես իրա մերը, չի ասում տենց բան, ասում է, ով որ ինձ թուրք է ասում,
բացասական իմաստով, ես իրա մերը։ Իսկ դրական իմաստով որ ասում ես, խնդիր չկա։ Հա, այսինքն եթե կոպիտ ասած ասում ես, վայ, ինչ լավ թուրք ես դու Արսեն Թովմասյանը։ Եթե հայհոյանքի վերջին բառը չես օգտագործում, դա նորմալ է։ Կարամ գնամ ասեմ, ես ինչ լավ թուրք ես դու, ինքը չնեղվի դրանից, տենց է դուրս գալի։ Դե ինքը երևի պիտի քեզ հարց տա, դու դա բացասական կերպով ասացիր։ Չէ, ասենք ես լրիվ դրական ասում եմ, դու թուրք ես, ու քո նման մտածողները եւս թուրք են, շատ դրական իմաստով եմ ասում, ձեր համար առավել եւս դրական իմաստով եմ ասում, եթե ձեր համար դա լավ է, մենք լրիվ օքեյ ենք, մենք ուղղակիորեն պետք է իմանանք, որ մենք գործ ունենք, ուրեմն դրական իմաստով թուրքական իշխանության հետ, եթե կարելի է այդպես ասել, շատ դրական իմաստով, եւ այս թուրքական դրական իմաստով թուրքական իշխանությունը փոխվելուց հետո պետքա պարզաբանենք ձեր ուրեմն ընտանեկան տոհմը, ոնց եք դուք առաջացել եւ ոնց եք հայտնվել Հայաստանում դրական թուրքեր ջան։ Շարունակելով ես ուզում եմ ասեմ, որ կարելի է այս ամենի գնահատական ավելի տենց կարճ ասել։ Արսեն Թորոսյան, դու թուրք ես դրական իմաստով, իսկ իշխանությունը կորցնելուց հետո լիարժեք քո վրա կհասկանաս ինչա նշանակում դրա բացասական իմաստը։ Սա սպառնալիք չի, սա ուղղակի մենք տեսլականներն ենք ասում, թե ինչ կարող է ունենալ։ Գուշակության օֆիսում եմ աշխատում։ Թե չէ հիմա սպառնալիք մեկը ասում է այն ինչը որ իր սրտի վրա է, առանց հայհոյանքի։ Տանում փակում են արա։ Ինչ սրտի վրա ինչ կապ ունի, կոնկրետ ասում ես հարգելիներս այստեղ տարան 2 ամիս բանտում պահեցին։ Միջև տղեկ հլարի հերթով գանք, մարդկանց ասում ես հարգելիներս կոռուպցիոն դեպք ենք բացահայտել, այս կոռուպցիոն դեպքով զբաղվեք, որովհետև ահա մի քանի 100 միլիոն դրամներ մսխվել են, ասում են, դու ինքնիշխանության դեմ ես, Արտուր Չախյանի մասնախոսքը, քո վրա քրեական գործ։ Այն երկու տղերքը, ովքեր իրենց հաղորդաշարի ընթացքում Վազգենը եւ Նարեկը խոսել են իշխանության բացասական կողմերի մասին, իշխանությունը հոդվածադրե ոչ թե հայհոյանք, այսինքն խնդիրը խոսքի ազատության մեջ չի, ոչ թե հայհոյանքի հոդվածադրել, այլ ասում է դա խուլիգանություն է, որովհետեւ դու քո խոսույթով մարդկանց տագնապի մեջ ես, որ մարդիկ են դրանից վատացել, գիշերներ չեն քնել, վեր են թռել, վախեցել են եւ այլն եւ այսպես շարունակ մարդկանց վրա քրեական գործեր Ինչի երբ որ դու գնում ես սահման ու ասում ես, որ եթե ես գյուղը չհանձնենք, պատերազմ կսկսվի, դա ժողովրդին տագդապի մեջ գցելու գործառույթ չի, գործելավոճ չի, իսկ այս տղեկը, որ նստած են կրեսլոների մեջ ասում են, որ կտոր հանձնում է պետությունը, դա դրական թուրքերին է դրական թուրքերին։ Դրական իմաստով ես կներես, էլի մի հատ բան եմ ուզում մեջ բերեմ, բան կար է։ Հիմա կա այն Վարդանը, ոնց ազգանունը չեմ հիշում, սատիրիկ էր էլի ինքը, Պետրոսյան, հա, ապրես։ Վարդան Պետրոսյանը մի հատ համար ունի, էսի լրիվ տեղն է։ Ասում է 1915 թվին ասին թուրքը լավն է, թուրքը ուրիշը, մտանին չարին, եղերնարին։ Դրանից հետո ասեցին նորից թուրքը լավն է, թուրքը ուրիշը, մտանին չարին, Սումգայիթարին։ Ասում է դրանից հետո նորից ասում են թուրքը լավն է, թուրքը ուրիշը։ Ասում է հիմա ես եմ, գեղի տղա եմ, ինձի բացատրեք, թուրքի լավը ո՞րն է։ Դեն ասում են մարդիկ։ Այսօրվա օրով հասկանում ես, այս նույն բանն է, Վարդան Պետրոսյանի պայմանագրից տեղեկություն կա ինչ-որ։ Ունես, ես չունեմ։ Արարատ Միրզոյանը ասել է, որ լավ նորության ենք սպասում։ Երբ ժամկետ չի նշել։ Ես հուսամ դա ի նկատի չունի, որ ինչ-որ մեկը ասենք ծննդաբերելու է, որովհետև որոնց ասած խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Դե կարող ասենք ընտանիքում ինչ-որ բարեկամներից մեկ երեխա ունենա, կարող է այդ լավ լուրին է սպասում, մեզ էլ է ասում, որ մենք էլ այդ լավ լուրով ուրախանանք։ Գուրամ, ընդհանուր առմամբ ուզում եմ հասկանանք, թե այս հայոյախոսությունը, այս ջղաձգումները
ինչի մասին են։ Ըստ իս սա դրսևորումն է նրա, որ իշխանության հիմա իշխանության գտնվող մարդիկ հայտնվել են մի այնպիսի վիճակում, որ այլևս չունեն աջակցություն ժողովրդական եւ այս ջղաձգումները դրա վախերն է իշխանություն կորցնելու։ Քո մոտ կա նման տպավորություն, թե ուրիշ կարծիք ունես։ Ես կարծում եմ, որ ես sense կպատասխանեմ։ Ես կարծում եմ, որ երբ որ Նիկոլի իշխանության գալու 100 օր հետո հանրապետության հրապարակում ինքը հելավ եւ բոլորի դեմը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը ըստ էությամբ ամբողջությամբ բացահայտված է, նրանից հետո մարտի 1-ի գործը, որ մինչ այսօրս բացահայտված չէ, եւ լիարժեք դրա պատկերը տրված չէ եւ մեղավորները պատժված չեն, դա նրա պատճառով է, որ ասում է ամենակարևորը քննության ընթացքում դուրս չգալ ինքդ քո վրա։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ ես շատ լավ հիշում եմ մարտի 1-ը, ես գիտեմ ինչա տեղի ունեցել, ես այնտեղ եմ եղել եւ մենք կարող ենք շատ հանգիստ կերպով, ես ունեմ այդ մտահոգությունը, ես այդ մտահոգությունը ունեմ, որ ես վստահ եմ, որ ընդդիմությունը չի գնալու, то есть չի տրվելու բոլոր սադրանքներին իշխանության կողմից եւ չի գնալու բախումների, բայց ես վստահ եմ, որ այդ բախումների գնալու է իշխանությունը։ Ինչի պատճառով, որովհետեւ իրանք չունեն այն ձայների քանակը, որը որ իրանց պետք է նորից իշխանությունը հաստատելու համար։ Իրանք չունեն եւ չեն էլ կարող ունենալ։ Ես հավատում եմ, որ իշխանությունը կհավաքի 25-ից 30%։ Ես ԿՊ կհավաքի այդքան։ Հաշվի առնելով վարչական ռեսուրսը, հաշվի առնելով այդ վարչական ռեսուրսի բարեկամներին, մոտիկներին, չգիտեմ, անգրագետներին, տգետներին, հիմարներին, բան սաղին, в общем, կվերցնեն իրար հետ մի 25-30% կհավաքեն հետո։ 25-30% հեչ բավարար չէ լիարժեք իշխանությունը իրականացնելու համար ու հենց այդ պատճառով նոր-նորքի թաղապետը այսօրվա օրով շարունակում է պաշտոնավարել, որովհետև Նիկոլը հույս է դնում Արամ Սարգսյանի կուսակցության վրա։ Քաղաքապետարանի դեպքը դա ռեպետիցիա էր, դա ուղղակի ռեպետիցիա էր։ Իրական պրեմիերան լինելու է 26 թվականին, բայց քաղաքապետարանի դեպքը մեզ ցույց տվեց, որ անգամ դաշինք կազմելու դեպքում իրանք չունեն պատշաճ տոկոսային թիվ եւ 26 թվին էլ չեն ունենալու։ Հարցը մնում են ոնց որ ասում է, մնում է այսպես ասած ստաբիլ եւ մշտական ակտուալ հարց, ով է ձեռնապահ մնալու, ով է աջակցելու իրանց։ Հիմա ես ավելի շատ իմ մտահոգությունը հետեւյալի մեջ է, այսինքն այս գործող վարչախումբը իր պարագլխով հանդերձ մտածում է, որ եթե սենց բռունցքներ ցույց տան, հայհոյա խառը սկսեն խոսել, իբր ասենք Արտուր Հովհաննիսյանը կամ չգիտեմ այն մյուսը, բան ասենք քրեական աշխարհի հեղինակությունն է, հա, փաստորեն մենք պետքա դրանից վախենանք, ընդդիմությունը պետքա վախենա կամ պետքա ասենք, չգիտեմ, քաղաքացիները ոչ մեկ չի վախենալու Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկ չի էլ վախեցել երբեք Նիկոլ Փաշինյանից, եթե մի այսքան ժողովրդական աջակցություն ա եղել ինքը դա մսխել է, ուղղակի օգտագործել է մաքսիմալ մարդկանց հավատը եւ բերել է մի իրավիճակի, որտեղ իրեն լուրջ չեն ընդունում։ Այդ իր համբալ ստայլ կեցվածքով, այդ ադրբեջանցու բանը ձմերուկ դրական թուրքերի դրական թուրքական ձմերուկ դրական ձմերուկ հա բայց դրա այդ մեկտեղ Գյումրիում պարզ ցույց տրվեց որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է Գյումրիում բոլորից շատ եկեք ճիշտը խոսենք հավաքեց ԿՓ-ական տեխնացուն բայց ԿՓ-ական տեխնացու աջակից չուներ ընդդիմությունն էլ իրար հետ բան չէին հաշտ չէին բայց իրանք իմիջիալուց ես
ողջունում եմ Գյումրիի ընդդիմությանը, որը որ հիմա արդեն ընդդիմություն չի, իշխանություն է, եւ իրանց ներքին խնդիրները կարողացան դնել մի կողմ, ես կարծում եմ, որ դա Վարդան Ղուկասյանի շնորհքն է, եւ կարողացան առաջադրեն ընդդիմության միասնական տեխնացու եւ ձայների մեծամասնությամբ հաստատել են Գյումրիում իշխանություն։ Ընդդիմության միասնություն կուսակցությունը մենք գործադիր մարմնի անդամներով, չգիտեմ, տեղյակ չես երևի, եղել են Գյումրիում ընտրությունների ժամանակ եւ մեր կուսակցության անվանմանը համաձայն միասնության քարոզ ենք իրականացրել ընդդիմության ներսում, հույս ունեմ դա ազդեցություն ունեցել եւ մենք շարունակելու ենք այս գործընթացը միասնության կոչանելով բոլոր հայրենասեր ուժերին, որպիսի դրական թուրքերին իշխանազրկենք Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ սրանք մեր երկիրը տանում են պարզապես կործանման, մի դեպքն էլ կուզեմ անդրադառնալ, օրերս որն է, մայիսի 9-ին կանչում են բանին կիսակրթված Արծրուն Հովհաննիսյանին, ինչեմ ասում կիսակրթված, որովհետև շարունակում է կրթվել Աննա Հակոբյանի մոտ, կրթվել է նորաձևը։ Հա, նորաձև կրթվող Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ Գերմանիան Ստալինգրադից հետո պետք է Հայաստանը դարձներ Միացյալ Հայաստանի գաղափար ուներ եւ պատկերացնում ես մայիսի 9-ին հանրային հեռուստաընկերությունով ասում են, որ իմ երկու պապերը, քո հարազատները, մեր բոլորի պապերը իզուր տեղը գնացել էին սովետական միության կողմից էին կրվում։ Գերմանացիները ախր այնքան լավն էին, գալիս էին, որ մեզ փրկեին թուրքերից, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան դաշինք է կազմած եղել Գերմանիայի հետ եւ պատերազմին մատակարարումներ է իրականացրել Գերմանիային, նացիստական, բայց այսօրվա իրականությունը, այս դրական թուրքերի բերած, այն է, որ հանրային հեռուստատեսությունով այս մարդիկ փորձում են մեզ ասել, որ մեր պապերի թափած արյունը ուղղակի ոչ թե զուր է եղել, այլ մի բան էլ վատ են արել։ Ամոթանք եմ տալիս ես ուղղակի նման մարդկանց, ովքեր որ փորձում են մեր փառահեղ հաղթանակը, որտեղ մենք ունեցել ենք 5 մարշալ, 600,000 մասնակից, 300,000 զոհ, 100-ից ավել հերոսներ փորձում են նսեմացնել, իսկ այն համբալ սթայլ հակացնել գնացել էր ու կարմիր հրապարակում այնպիսի տեսքեր ընդունել, ոնց որ լավ ցենզից դուրս չգանք։ Ես ուզում եմ, որ դու շատ կարևոր բան ես ասում, բայց ես ուզում եմ, որ մի հատ էս իրավիճակի վրա մի հատ կողքից նայենք, Արծրուն Հովհաննիսյանին կանչել են ուղիղ եթեր առաջի հեռուստաընկերությունում, դա մի հատ լավ անվանում է ունեցել, Արմկոմեդիայի տղերքն են շատ հետաքրքիր բան, ասում են Արծրունի երկրորդ գալուստը ու ասենք Արծրուն Հովհաննիսյանին կանչել են որպեսզի Արծրունը ինչ որ պատմության ճշմարիտ պատմության հետ կապված ճշմարիտ գնահատական տա։ Ես չեմ հասկանում Հայաստանի Հանրապետության բնակիչների հիշողությունը այնքան կարճ է, հա, իրանք մոռացել են Արծրուն Հովհաննիսյանի հաղդեմենք հաղդելու ենք այդ արտահայտությունները, որ ինքը 44 շարունակ մոլորեցնում էր ամբողջ պետությունը եւ ամբողջ հայ աշխարհը։ Այդ գիտես ինչին է նման, որ Արծրունը գնա եւ բան տա ճշմարիտ գնահատական տա։ Դե եկեք նոր-նորքի թաղապետին էլ կանչենք ինչ որ մի հատ կոնֆլիկտը հարթացնելու Ռուսաստանի ու Ուկրաինայի։ Ինքը դրան այդ աբսուրդի ժանրից է, էլի նոր-նորքի թաղապետն էլ ուրեմն պետք է եթե Արծրուն Հովհաննիսյանը ճշմարիտ պատմության ճշմարիտ խոսք կրողն է, ուրեմն նոր-նորքի թաղապետն էլ խաղաղության կրողն է։ Այսօր Թուրքիայում հանդիպում են Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան, ասենք կարանք ասենք, որ նոր-նորքի թաղապետը կարող է գալ եւ այդտեղ հանդես գալ որպես խաղաղարար։ Չի կարող գալ երկրից չբացակայելու ստորագրություն ատվել։ Հա, բայց Թուրքիա գնում, այնտեղ կարելի է միասին չեն Թուրքիան ու Ես հույս ունեմ, որ մենք էլ դրան չենք հասել։ Իրանք միասին են։ Հայաստանն ու Թուրքիան
դեռ միասին չեն։ Սարկազմը մի կողմ, Գուրամ իրավիճակը երկրում շարունակում է մնալ շատ լարված, մենք նոր քննարկեցինք եւ հասկացանք, որ գործող վարչախումբը նաև փորձելու է բախումների տանել մեր հասարակության մեջ սևի ու սպիտակի բաժանումը շարունակվում է։ Ես անցյալ հաղորդմանը դրա մասին խոսեցի, ասացի, որ մենք համերաշխ ժողովուրդ ենք, ես հիմա կրկնում, մենք շատ համերաշխ ժողովուրդ ենք, մենք նման խնդիրներ մեր մեջ չունենք, մենք խնդիր ունենք, այո, այս դրական թուրքերի հետ, մենք խնդիր ունենք ոչ հայանպաստ քաղաքականություն վարող ուժերի հետ, եւ այս առումով միասնություն այն ճանապարհն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Ես քեզ շնորհակալ եմ հյուրընկալելու համար, հույս ունեմ ելի կհանդիպենք մեր տաղավարում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Հայկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ այդ հնարավորության համար, որտեղ որ շնորհակալ եմ այն հնարավորության համար, որը դու ինձ տվեցիր, արտահայտվել իմ մտահոգությունները, վերջում ուզում եմ ասեմ հետևյալը. միանշանակ ամենակարևոր բանը դա միասնականությունն է եւ ամենա այս պայդրությամբ դա թիվ 1 խնդիր է եւ թիվ 1 գաղափար պետք է լինի բոլորի համար։ Դու ասացիր, որ Գյումրու ընտրությունների ժամանակ ձեր կուսակցությունը հենց դրանով էր զբաղվել, ես ողջունում եմ դա շատ ողջունելի է իրականում, որովհետեւ հայ ազգին պակասում է միայն դա։ Ես ուզում եմ ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ միասնականությունը եւ միասնությունը մեզ այս պայդրությամբ անհրաժեշտ է ավելին, քան երբևէ։ Լավ եղեք, բոլորին Աստված պահապան։ Եվ այս գեղեցիկ խոսքի վրա ձեզ ցտեսություն ենք մաղթում, հույս ունենալով, որ ելի կհանդիպենք մեր տաղավարում։ Անպայման։ Հաջողություն հարգելի հայրենակիցներ, վերջում կխնդրեմ կիսվել եւ հավանել տեսանյութը, որպեսզի ել ավելի կարողանանք տարածել մեր նորաստեղծ հարթակը։ Շնորհակալություն։